8 ամսում 8 պատերազմ դադարեցրած Միացյալ Նահանգների նախագահի կողորտին մնացել է վերջինը ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Ես կարգավորել եմ 8 կատաղի պատերազմ, մնացել է միայն մեկը, գիտեք որն է դա։ Ես կարծում էի դա ամենահեշտն է լինելու ինձ համար, որովհետև լավ հարաբերություններ ունեմ նախագահ Պուտինի հետ։ Բայց հիմա մի փոքր հիասթափված եմ նրանից, նա գիտի այդ մասին։ Չնայած Թրամփ-Պուտին Բուդապեշտյան հանդիպումը ձախողվեց, պատերազմի կարգավորմանը միտված ռուս-ամերիկյան դիվանագիտական բանակցություններն արդյունք տվել են։ Միացյալ Նահանգների նախագահը հաստատել է 28 կետանոց եւս մեկ խաղաղության ծրագիր։ Առաջարկը մշակել են վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները Սթիվ Ուիթքոֆը, Ջեյ Դի Վենսը, Մարկո Ռուբիոն ու Ջարեդ Քուշները Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Ամերիկացիները հայտարարում են, որ ծրագիրը հիմնված է անվտանգության երաշխիքների տրամադրման վրա երկու կողմերին, սակայն դետալները կարող են փոփոխվել։ Ըստ Էքսիոսի, խաղաղության ծրագիրը բաժանված է 4 հիմնական կետերի՝ խաղաղություն Ուկրաինայում, անվտանգության երաշխիքներ, անվտանգություն Եվրոպայում եւ Ուկրաինայի ու Ռուսաստանի հետ նահանգների հետագա հարաբերություններ։ Պորտալի աղբյուրը նշում է, որ փաստաթուղթը ենթադրում է ամբողջ Դոնեցկի մարզի հանձնում Ռուսաստանին, Միացյալ Նահանգների Ղրիմն ու Դոնբասը որպես ռուսական ճանաչում, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի առաջնագծի սառեցում։ Աղբյուրի պնդմամբ Ուկրաինան ու նրա կողմնակիցները սա կընդունեն որպես հսկայական զիջում Ռուսաստանին։ Սպիտակ տան տեսանկյունից, եթե պատերազմը շարունակվի, Ուկրաինան ամեն դեպքում կկորցնի այդ տարածքները եւ նրա շահերից է բխում անմիջապես համաձայնելը։ Էքսիոսի ուկրաինական աղբյուրն էլ հայտնում է, որ ծրագիրը ենթադրում է նաեւ ուկրաինական բանակի կրճատում 2 անգամ։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Էքսիոսին տված հարցազրույցում իր լավատեսական տրամադրվածությունն է հայտնել խաղաղության ծրագրի կապակցությամբ։ Ռուսաստանի դիրքորոշմանն առաջին անգամ իրապես ականջալուր են եղել։ Իրականում սա առավել լայն շրջանակային համաձայնագիր է, որում ասվում է, թե մենք ինչպես կարող ենք ի վերջո հասնել երկարատև անվտանգության ոչ միայն Ուկրաինայում, այլև Եվրոպայում։ Ամերիկացիները փորձում են բացատրել դրա առավելությունը թե եվրոպացիներին, թե ուկրաինացիներին։ Ծրագրի հիմքում Ալյասկայում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպման սկզբունքներն են, հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ամերիկյան խաղաղության ծրագիրը հավասարազոր է Ուկրաինայի կապիտուլյացիային, գրում է Financial Times-ը։ Ուկրաինական մամուլի պնդմամբ էլ պլանը ներառում է նաև Ուկրաինայում հեռահար զենքի պահպանման արգելք։ Խաղաղության ծրագրի մշակմանն Ուկրաինան ու Եվրոպան չեն մասնակցել։ Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպմանը Եվրոպայի գլխավոր դիվանագետ Կայա Կալասը զգուշացրել է. ցանկացած ծրագիր, որպեսզի աշխատի, անհրաժեշտ է ուկրաինացիների ու եվրոպացիների մասնակցությունը։ Ֆրանսիայի արտգործնախարարը նույնպես իր դժգոհությունն է հայտնել։ Մենք չենք ցանկանում, որ Ուկրաինան կապիտուլյացիայի ենթարկվի։ Ուկրաինայում խաղաղությունը չի կարող լինել առանց երկրի ինքնիշխանությունը հարգելու։ Ուկրաինային աջակցելու հարցում Ֆրանսիան արդարություն է պահանջում ընդդեմ Ռուսաստանի։ Ուկրաինայի հարցում հին աշխարհը լուրջ տարաձայնությունների մեջ է, ոմանք խելագարություն են համարում Կիևին ավելի շատ զենք տրամադրելու եվրոպական հանձնաժողովի պահանջը։ Կարծում եմ այդ խելագարությունը Բրյուսելում տեղի ունեցողի ամենազուսպ արտահայտումն է։ Ամբողջ համաշխարհային մամուլն է գրում, որ Ուկրաինայում գործել է ռազմական մաֆիա, կոռումպացված պետական իշխանության համակարգ, մինչդեռ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն այժմ ցանկանում է 100 միլիարդ եվրո ուղարկել Ուկրաինային եվրոպացիների փողերից։ Սա պարզապես խելահեղություն է։ Մինչ պատերազմի կարգավորման հարցը ռուսները քննարկում են Արևմուտքում, ուկրաինացիները որպես դիվանագիտական հարթակ ընտրում են Թուրքիան։ Զելենսկի-Էրդողան բանակցությունների ընթացքում քննարկվել են պատերազմի հուսալի ու արժանապատիվ ավարտին միտված իրատեսական ուղիները։ Էրդողանն առաջարկել է վերականգնել ռուս եւ ուկրաինացի պաշտոնյաների բանակցությունների ստամբուլյան ձևաչափը առավել լայն բովանդակությամբ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։